Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին My Culinary Version խոհարարական ալիքն է եւ այսօրվա մեր հարցը ինչու անկույզով շարոտ սուջուխը չի չորանում եւ կպ չունի լինում եւ միաժամանակ պատասխանը 5 հարց 5 լուծում եւ այսպես ինչու չի չորանում անկույզով շարոտ սուջուխը պատճառ առաջին թանձր զանգվածը շատ ջրիկ է ստացվել Եթե թանձր զանգվածը բավարար խիտ չի ստացվել, այսինքն ջրիկ է ստացվել, ապա շարոցը ստացվում է բարակ շերտով եւ երկար ժամանակ լավ չի չորանում, կապ չունի մնում։ Ինչ անել։ Թանձր զանգվածը նորից տաքացնել։ Սառը ջրի մեջ, հյութի մեջ ավելած կամ հյութի մեջ ավելացնում եք 1-ից 2 ճաշի գդալ ալյուր, խառնում եք եւ ավելացնում թանձր զանգվածին։ Այնուհետև եփում եք 5-ից 7 րոպե, մինչև մի քիչ ավելի խտանա։ Շարոցը կրկին ընկղմում եք 1-ից 2 շերտ թաթախում։ Երկրորդ պատճառը, թե ինչու չի չորանում եւ կպ չունի լինում։ Շատ բարձր խոնավության եւ վատ օդափոխության պատճառով։ Ինչ անել։ Շարոցը տեղափոխեք ավելի օդափոխվող վայր, պատշգամբ, բաց օդ, օդափոխիչով սենյակ։ Քամուն մեղմ հոսքը արագացնում է մակերեսային չորացումը առանց ճակ տալու։ Կարող եք մոտը դնել սեղանի օդափոխիչ, բայց ոչ շատ ուժեղ, 1-ից 2 օր։ Երրորդ պատճառ, թե ինչու չի չորանում եւ կպ չունի լինում։ Չափից շատ հաստ շերտ։ Շատերը փորձում են միանգամից հաստ շերտ ստանալ, սակայն թանձր զանգվածի հաստ շերտը դանդաղ է չորանում, ներսում մնալով խոնավ եւ կպչուն։ Ինչ անել։ Ավելի լավ է 3-ից 4 բարակ շերտ, ոչ թե 2 հատ հաստ։ Եթե արդեն շատ հաստ է, թողեք ավելի երկար ապահովեք օդափոխություն։ Կարող եք 1-ից 2 օր, օրը 1 մեղմ ձեռքով սեղմել, որ զանգվածը հավասար բաշխվի։ Չորրորդ պատճառ, թե ինչու չի չորանում։ Սառը տեղում 6-ից 10 աստիճան Ցելսիուսում չորացման պրոցեսը դանդաղում է եւ շարոցը երկար ժամանակ մնում է կպչուն։ Ինչ անել։ Ուրեմն տեղափոխում եք շարոցը ավելի բարձր սենյակային ջերմաստիճանում 20-ից 22 աստիճան Ցելսիուս սենյակային տեղ պետք է լինի։ Եթե դրսում ցուրտ է եւ խոնավ, չորացրեք տան ներսում։ Եվ 5-րդ պատճառ շատ շաքարի դեպքում, ուրեմն լավ չի չորանում։ Շատ քաղցրի դեպքում թանձր զանգվածը դանդաղ է չորանում, որովհետև շաքարը պահպանում է խոնավությունը։ Ինչ անել։ Եթե թանձր զանգվածը նախօրոք պատրաստել եք հաջորդ անգամ պատրաստելու համար, շաքարը կրճատեք։ Եթե անմիջապես եք պատրաստելու, պարզապես երկար ժամանակ տևող չորացում է պետք, դրան ավելացրած օդափոխություն։ Հիմա ինչ անել, որ արագ չորանա եւ չկպչի մատներին։ Ուրեմն առաջին, երբ շարոցը մի քիչ կպչուն թաց է, մատներով շատ քիչ ալյուր քսեք մակերեսին։ Սա խլում է խոնավության վերին շերտը եւ արագացնում է չորացումը եւ չի փչացնում համը։ Եվ երկրորդը, կախեք սեղանի փոքր օդափոխիչ, միացրեք թույլ ռեժիմով։ Պետք է սառը քամի փչի, ոչ տաք, տաք օդը կարող է ճաքեր առաջացնել։ Եվ հաջորդը, օրական տեղափոխեք, առավոտ երեկո մի փոքր փոխեք կախված տեղը, որ հոսանքը տարբեր կողմերից անցնի։ Չորրորդ, ավելի բարակ շերտի դեպքում ավելի կպչուն է լինում, նույնիսկ չորանալուց հետո։ Ինչ անել։ Կրկին 1-ից 2 շերտ թաթախել եւ նորից չորացնել։ Հիմա ինչպես իմանալ, որ սուջուխի չորացումը ավարտված է։ Չորացած սուջուխը պետք է լինի առաձգական, մատին չկպչող, մակերեսը մի փոքր փայլուն, բայց չպետք է պսպղա։ Այսօրվա համար այսքանը բարեկամներ, կհանդիպենք ցտեսություն։